Բարև ձեզ հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Փորձեմ մի 15-20 րոպեի մեջ տեղավորվելով ներկայացնել ապահովագրական համակարգի այն ծրագիրը, որը իրականում պիտի աշխատեր, պիտի լիներ և պիտի ապահովեր մեր երկրում առողջապահության լրջագույն հարցերի լուծումը։ Այն ինչ կա տեսնում եք, առաջիկայում էլ կտեսնեք, ինչա տեղի ունենում, ինչի է սա վերածվում, բայց ամեն անգամ սա նախկինում ներկայացրել եմ այս ծրագիրը, ամեն անգամ ասում եմ, մարդիկ ասում են, բա որն է լուծումը, բա ինչ ես առաջարկում, ոնց պիտի լինի, հիմա փորձեմ բացատրել, թե ոնց պիտի լինի, ոնց է լինում, ինչ եմ առաջարկել 2019 թվականից, այսօր նույնիսկ պայմանները տեղեկատվական և համակարգչային տեխնոլոգիաների զարգացման հետ զուգընթաց պայմաններն ավելի նպաստավոր են դարձել նորմալ ապահովագրական համակարգ հիմնադրելու համար։ Միանգամից ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը դեռ 24 թվականին համաշխարհային բանկի այսպես մաս հանդիսացող ուրեմն մի կազմակերպության հետ 110 միլիոն դոլարի վարկա վերցրել, որը պիտի վերցնի մինչև 30 թվականը ապահովագրական համակարգ հիմնելու համար։ Ոչ թե դրանով պիտի ինչ-որ բժշկական կամ, չգիտեմ, առողջապահական հարցեր լուծեն, այլ հենց համակարգը ինչ-որ մասնագետների վերապատրաստում, ծրագրերի ներդրում եւ այլ։ Մի խոսքով փող լվալու տեղ 110 միլիոն դոլար պարտք։ Այն դեպքում, երբ որ այսօր արդեն 1.2 միլիարդ դոլարի, կներեք 12%-ը մեր բյուջեի, այսօր արդեն 12%-ը մեր բյուջեի գնում է պետական պարտքի սպասարկմանը, այսինքն պետական պարտքի սպասարկմանը, որը սովորաբար 5%, 6%-ը չի անցնում համեմատական այլ մեր հետսովետական երկրների հետ եթե համեմատես, բյուջեի 5-6%-ը չի անցնում պետական պարտքի սպասարկումը։ Մեր դեպքում պարտքը ավելացնում ենք, հետնել պարտքի սպասարկմանը արդեն իսկ վճարում ենք բյուջեի 12%-ը։ Սա այսպես։ Իսկ ինչ համակարգ պետք է դնել, որպեսզի աշխատի։ Նախ եկեք հասկանանք, որ պետք է համակարգ հիմնադրել, ոչ թե պետք է շատ փող բաժանել, որպեսզի օրինակ թոշակառուները կարողանան գնան հիվանդանոց պառկեն կամ ինչ-որ վիրահատությամբ վիրահատվեն, այսպես թե այնպես կա պետպատվեր։ Այսինքն խոցելի խմբերին այսպես թե այնպես կա պետպատվեր, որով խոցելի խմբերին պետք է ապահովվի պետպատվերը։ Բայց պետպատվերը չի հասցնում, որովհետև ծախս արդյունավետությունը չի կարողանում ապահովել պետությունը, տվյալ դեպքում այս իշխանությունները։ Այսինքն պետական պատվերի շրջանակում եղած փողը, եթե արդյունավետ ծախսվի, խոցելի խմբերին հանգիստ կապահովեն։ Այսինքն մի խնդիր կայացնել համակարգ, որը կունենա ծախս արդյունավետության բարձր մակարդակ, այսինքն ծախսերը էֆեկտիվ կլինեն, եւ երրորդ պետքա լինի որակի վերահսկողություն։ Այս 3 խնդիրը կա մեր առաջ, որովհետեւ ասենք մենք առողջապահական ապահովագրության, համապարփակ ապահովագրության, ինչպես ուզում եք ասեք, համապարփակ ապահովագրության համակարգ ենք ստեղծում։ Եթե մենք չենք կարող որակը վերահսկենք, եթե ծախս արդյունավետությունը ապահովված չի, եւ եթե դա համակարգ չի, այլ այսպես մի հատ խառը վիճակ է, որը ուղղակի նախընտրական քարոզչության նպատակով գործարկվել է, ապա առողջապահության համակարգի մասին խոսք լինել չի կարող։ Կրկնեմ, ես չեմ ասում, թե թոշակառուներին կամ խոցելի խմբերին պետք չի ապահովել, պետպատվերի համար նախատեսված բյուջեում առանձին հոդված կա, որով եթե այդ ծախսերը արդյունավետ արվեն, ափրցփռես կողմեն կողմ չծախսվեն, դա կապահովի խոցելի խմբերին։ Իսկ ինչ ենք անում ապահովագրական համակարգի հետ։ Ուրեմն ամենակարևորը եւ առաջինը ոչ թե ապահովագրել տարիքային կամ մասնագիտական խումբ, այլ ապահովագրել դիագնոզ։ Ինչ նկատի ունեմ։ Այսօր ասում են 65 տարեկանից բարձրը ապահովագրված են։ Մինչև այս տարիներ շարունակ ասում էին, ովքեր աշխատում են SSS հիմնարկներում,
ասենք մասնավոր ապահովագրության դեպքում բանկերում էին աշխատում, IT կամպանիաներում, չգիտեմ, այրոպորտում էին աշխատում։ Հիմնարկը իր աշխատողներին ապահովագրում էր։ Մի ուրիշ տարբերակ։ Սոցփաթեթի շրջանակում ասում էին, ով որ պետական բյուջետային աշխատող է, նրանց բանը, սոցփաթեթը պետպատվերով ծածկում ենք։ Սրանք խմբերի ապահովագրում է, որը ոչ մի ձևով չես կարող ոչ ծախսարդյունավետությունը հսկել, ոչ էլ որակը հսկել։ Որպեսզի որակը եւ ծախսարդյունավետությունը հսկես, պետք է ապահովագրես ոչ թե մարդկանց խմբերին, կոնտինգենտին, այլ պետք է ապահովագրես դիագնոզը։ Այսինքն, բոլոր նրանք, ովքեր կունենան, ենթադրենք, սրտի անոթների ստենտավորման խնդիր, ապահովագրված են։ Պատկերացրեցիք, դիագնոզ, ծայրահեղ անհրաժեշտ մի հատ դիագնոզ, սրտի անոթների ստենտավորում, ով ուզում է լինի, հասավ հերթը սրան, ապահովագրված է։ Տեսնեք ինչ հեշտ է։ Ու շատ լավ կարաս այս դեպքում ասես ընկեր, այս ստենտերը, այսօր իմ Facebook-յան ընկերներից այդ մասին հրապարակում արդեն արել, այս ստենտները, որ մենք ապահովագրում ենք, ինչ արժեն, արդյոք սրանց մեջ գերշահույթ կա, արդյոք ներմուծման մոնոպոլիա կա, արդյոք էսի հնարավոր չի Հայաստանում արտադրել, հասկանում եք, եթե մենք ենք սպառում, ինչ գինա այդ ստենտը, ինչ գինա այդ ծառայություն մատուցելը, պատկերացնում եք, և համ հետևում ես, որ կոնկրետ կամ բոլոր ստենտավորվածներին ենթադրենք 5 տարվա մեջ դինամիկա է անում, որ հիվանդանոցում այդ գործը ավելի լավ արվում, որտեղ ապրելիությունը ավելի բարձր մակարդակի վրա, որտեղ են հետ ստենտային վարումը ավելի դեղորայքային նշանակումը բուժումը ավելի լավ անում, որտեղ լավ են անում նրանց խրախուսում ես, որտեղ վատ են անում նրանց սթափեցնում ես, այսպես ասած։ Այսինքն վերցնում ես կոնկրետ մի դիագնոզ եւ այդ դիագնոզի թե սպասարկումը, որպես համակարգ հետևում ես, որ հիմնվի, թե ծախսարդյունավետությունն ես գնահատում եւ թե որակն ես վերահսկում։ Պատկերացրեցիք ինչ եմ ասում։ Այս դեպքում կայանում է համակարգ։ Հիմա ինչ էի ես առաջարկում։ Առաջարկում էի առաջի փուլով ապահովաբրել այն ամենը, ինչ վերաբերվում է քաղցկեղին եւ ուռուցքաբանությանը։ Այսինքն քաղցկեղն առաջին հերթին։ Ապահովագրում ես բոլոր այն դեպքերը, որոնք առնչվում են ուռուցքների ուռուցքաբանության հետ։ Ցանկացած մարդ, ով ուռուցքի հետ առնչվում է, կլինի դա ստուգում, կլինի դիագնոստիկա, կլինի բուժում, վիրահատական, քիմիոթերապիա, ճառագայթային թերապիա, այս ամեն ինչը 100%-ով ապահովագրում ես։ Հայաստանում չի լինում մի մարդ, անկախ իր տարիքից, կլինի 65 անց, թե մինչև 65 տարեկան, ով ուզում է լինի, ուռուցքը ծայրից ծայր ապահովագրում ես։ Միանգամից անցնեմ որակի վերահսկողությանը։ Ուռուցքաբանական կենտրոնները շատ չեն։ Հանգիստ կարելի է վերահսկել եւ տեսնել արդյոք այնտեղ միջազգային ուղեցույցերի համապատասխան է բուժումն ընթանում։ Ավելին, այդ կենտրոններում բոլոր բժիշկների համակարգիչները կարաս կցես նեղ մասնագիտական, բժշկական, արհեստական բանականությանը, որտեղ արհեստական բանականությունը կուղղորդի, կհուշի, կօգնի բժիշկին մնալ միջազգային ստանդարտների եւ ուղեցույցերի շրջանակներում։ Այսինքն բժիշկը գրեց հիվանդի մասին մի հատ բան, արդեն արհեստական բանականության մեջ իր ոլորտի բոլոր ուղեցույցները սովորացրած են։ Նա աշխատում է առանձին նեղ մասնագիտական ուղեցույցներով։ Բժիշկին հուշում է, որ բժիշկ ջան, այս մի բանը ոնց որ կիսատ արեցիր, այս մի բանն էլ ոնց որ ավել արեցիր։ Կամ այդ կիսատն ու ավելը բժիշկը առանձին տողով հիմնավորում է, թե ինչի է տենց անում, որպեսզի վերահսկող ենթադրենք ծառայությունը հասկանա, որ ստեղ ինչ որ ոչ ստանդարտ մոտեցում է պահանջվել։ Սրանով վերահսկում ես որակը։ Հիմա ծախսարդյունավետությունը ոնց ենք վերահսկում։ Ուռուցքային հիվանդները Հայաստանում բավականին աշխարհի համեմատ ուռուցքային հիվանդների քանակը Հայաստանում բավականին բարձր մակարդակի վրա է։ Նա սկսում է սկրինինգներ անել, այսինքն փող ես ծախսում, չէ՞ որ ուռուցքով հիվանդին բուժես։ Բարի մի ոչ շուտ սկրինինգ անենք, կանխարգելիչ։
Եվ բանը չհասնի ուռուցքին, ավելի էժան լինի։ Հայաստանում հենց սկրինինգներ անես, էականորեն ուռուցքի հանդիպման հավանականությունը կընկնի։ Որն է այդ սկրինինգները, որոնք պիտի անես համատարած։ Կրծքագեղձի մամոգրաֆիան որոշակի տարիքից հետո, ասենք, չգիտեմ, 42 տարեկանից հետո, ամենամյա կամ 2 տարին մեկ, չգիտեմ ոնց է պրոտոկոլը։ Մամոգրաֆիա, շագանակագեղձի համար ՊՍԱ-ի հանձնում, միզապարկի սոնոգրաֆիա, միզապարկի քաղցկեղի համար, կոլոնոսկոպիա 10 տարին մի անգամ, 50 տարին լրացած կամ 45 տարին լրացած անձանց համար 10 տարին մի անգամ կոլոնոսկոպիա, հաստաղիքի քաղցկեղը պրոֆիլակտիկա անելու համար, եւ օրինակ թոքերի ցածր դոզայով կատե հետազոտություն, որով որոշում ես թոքի քաղցկեղի սկրինինգ, այսինքն բոլոր այն հիմնական հանդիպող քաղցկեղներն ու ուռուցքները սկրինինգ ես անում եւ դրանց վաղ փուլում հայտնաբերում ես կամ ասենք եթե օրինակ հաստաղու քաղցկեղի դեպքում իր պոլիպ փուլում գեղձային պոլիպա լինում, դա հետո դառնում է ուռուցք։ Պոլիպ փուլում հեռացնում ես եւ վերջապես կանխարգելում ես քաղցկեղը, որը քո ֆոնդի ծախսերը էականորեն կրճատում է։ Ինչքան շատ ես քաղցկեղը վաղ փուլում կամ միջև զարգանալը բացահայտում, այնքան քիչ ես ծախսում բուժելու վրա եւ այնքան մարդիկ են առողջ լինում։ Մարդիկ քիչ են հիվանդանում։ Տեսակ ծախսարդյունավետությունը, ոնց որակի հետ շղթայակցված դառավ պրոդուկտ։ Եվ Հայաստանում ուռուցքաբանական կենտրոնները այդքան էլ շատ չեն։ Հանգիստ կարաս վերահսկես։ Պոլիկլինիկաներում էլ հետագա վարման համար ամեն պոլիկլինիկա մի մասնագետ ես վերապատրաստում, որը հետևում է այդ ուռուցքային հիվանդներին։ Եվ 1-2 տարվա ընթացքում այս համակարգը ժամացույցի նման սկսում է աշխատել։ Միջազգային ուղեցույցներին համապատասխան, որակի վերահսկողությամբ, բարձր ծախսարդյունավետությամբ։ Խնդրեմ, անկախ տարիքից, անկախ աշխատավայրից, անկախ ամեն ինչից։ Լաբորատորիաներ ես բերում ստանդարտիզացնում, արհեստական բանականություն ես մտցնում, որպեսզի միկրոսկոպով օգնի հյուսվածաբանին, հիստոլոգին ավելի ստույգ ախտորոշում դնել այդ ուռուցքների, ոչ թե օրինակ հյուսվածաբանները քիչ չի հանդիպում, որ վախենում են գրեն միանշանակ ուռուցքա կամ վախենում են գրեն, որ նորմալ է։ Ու ինչ որ միջանկյալ լղոզված պատասխան են տալի։ Այս դեպքում արհեստական բանականությունը, որ բժշկական, հա, նեղ մասնագիտական արհեստական բանականությունը արդեն կարա ասի ստույգ, ավելի ստույգ, քան մարդը դա կարա ասի, կամ մարդու չափ հավաստի, բայց ավելի արագ, եթե մարդը կարա, չգիտեմ, օրը 5-10 պրեպարատ նայի, նա կարա օրը 100 պրեպարատ նայի։ Ու այս հարցը ինքստինքյան անցնում է բարձր որակ եւ ծախսարդյունավետություն։ Ինքստինքյան Հայաստանն է դառնում է այն կարգի երկիր, որ կարա աշխարհից դրսից հիվանդներ ընդունի բարձր որակի օնկոլոգիական ծառայություն բուժում տա ճանապարհի, որովհետև իր քաղաքացիների համար Հայաստանը հասել է այդ մակարդակին, այդ բարձր որակը տալու։ 2-3 տարի միայն սա անում ես, իսկ սրա համար փողերը որտից հիմա 130,000 դրամ ամեն մեկից ստանում են։ Այդ ժամանակ 130,000 չես տանի, 10,000 դրամ կտանես եւ միայն օնկոլոգիայի ոլորտն ես ապահովում։ Եվ կտանես ոչ միայն աշխատողներից, այլ բոլորից, թոշակառուից կվերցնես 1000 դրամ ամիսը, չգիտեմ, աշխատողից միջև 200,000 կվերցնես 5,000 դրամ ամիսը, 200,000-ից ավել ստացողից կվերցնես ամիսը 10,000 դրամ։ Մի հոյակապ, ամիսը կներեք, մի քիչ ավելի քիչ, կես գները սրանց։ Մի հսկայական բյուջե է ձևավորում, որտեղ ամեն կոպեկը դառնում է առողջություն։ Ամեն դրամը դառնում է առողջություն, դառնում է արդյունք։ Անցնում ես հաջորդ փուլ, ապահովագրությունը ընդլայնում ես, 2 տարի հետո ենթադրենք։ Ընդգրկում ես էնդոկրինոլոգիան։ Ինչի եմ ասում էնդոկրին, որտեղ էլի սահմանափակ ոլորտ է եւ սրա մեջ է մտնում շաքարային դիաբետը։ Շաքարային դիաբետը շատ լուրջ հիվանդացություն, հաշմանդամության տանող երկարատև ընթացքի դեպքում խնդիր է։ Ամեն ինչ որ կապված է դիաբետի հետ, վահանագեղձի խնդիրների հետ, էնդոկրինոլոգիայի հետ ընդհանրապես, մտցնում ես ապահովագրության տակ։ Ծայրից ծայր անալիզները, ստուգումները, դիագնոստիկան, բուժումը, վիրահատությունները, ամեն ինչ։ Պուճուրիկ ոլորտ է, մեծ ոլորտ չի, հեշտ կարող ես եւ վերահսկես, եւ ծախսարդյունավետությունն ապահովես, եւ որպես համակարգ կայացնես։ Ամեն պոլիկլինիկայում էլ մի մասնագետ զբաղվում է այս դեպքերի վերահսկությամբ, այսինքն վերապատրաստում ես մի մասնագետ,
որի էլի եմ ասում համակարգիչը բժշկական ուղեցույցերով հագեցած արհեստական բանականությունն է սովորած միջազգային ստանդարտներով, եթե այս տարի էլ մի հատ նոր ուղեցույց guideline-ն է դուս եկել, այդ արհեստական բանականությունը այդ էլ է սովորում։ Ու բժիշկը մի բան ավել է գրում, ընդ ասում է, որ ես ինչը ավել ես գրում, մի բան պակաս է գրում, ընդ ասում է, որ ես ինչը պակաս ես գրում։ Լաբորատորիաներն էլ ստանդարտիզացնում ես այդ գծով, ենթադրենք։ Կամ մի լաբորատորիա զբաղվում է կոնկրետ կամ մի 3 լաբորատորիա, ամեն մարզում մի լաբորատորիա զբաղվում է այդ դեպքերի ստույգ ախտորոշմամբ, թե մեր լաբորատորիաները լավ են աշխատում։ Կամ ձեռ չես տալի, օգտվում ես մեր լաբորատորիաներից, ինչ որ հիմա կա։ Այս ոլորտն է մի տարվա մեջ ձգեցիր, արդեն 2 ոլորտ՝ ուռուցքաբանություն եւ էնդոկրինոլոգիա։ Ստացել ես, կառուցել ես, համակարգն աշխատում է, գիտես ոնց են դա անում։ Այս ընթացքում արդեն բազմաթիվ բժիշկներ լսում են իրենց գոլեգաներից, թե այս ապահովագրական համակարգը ապահովագրական ոլորտներով ոնց է աշխատում։ Երրորդը մտնում ես մեծ ոլորտ՝ սիրտ-անոթային հիվանդություններ։ Դա եւ անոթային խնդիրներն են, ինֆարկտներ, ինսուլտներ եւ այլն, եւ սիրտ-անոթային ճնշում, ինֆարկտ եւ այլն։ Սրտի իշեմիկ հիվանդություն եւ այլն։ Սրտանոթային հիվանդությունների ապահովագրությունը դա բավականին բարդ է լինելու, թեև դրանց մի մասը, ասեցի, արդեն պետպատվերի շրջանակներում սպասարկվում է։ Դրա մի մասը մտնում է sense թե պետպատվերի մեջ։ Այս ամբողջ համակարգը նորից դնում ես ապահովագրության ու արդեն ասեցի ծախսարդյունավետությունը հետևելով, որակը վերահսկելով։ Ճիշտ այնպես, ինչպես այնտեղ համակարգիչները քեզ տալիս են լավագույն լուծումները, օգնում են բժիշկին աշխատել լավագույն ստանդարտներով։ Դեղերը, եթե դա թանկ են, իսկ դրանք թանկ են, նույն օնկոլոգիայի դեղերը, Հնդկաստանից բերում ես կոպեկներով, այսինքն այսօրվա Հայաստանում եղած դեղերի ծախսը կարելի է որ ոչ մի բան չանես, մի կիսով չափ կարելի է ծախսը կրճատել, գների իջացնելով։ Եթե մի քիչ ակտիվ աշխատես, կարաս մի 5 անգամ կրճատես, եթե ոչ 10 անգամ։ Նույնիսկ կարաս արտադրես Հայաստանում Հնդկաստանից հումքը բերելով։ Եթե կարողանաս այդ էլի միջազգային ստանդարտներին համապատասխան որակյալ արտադրանք տաս։ Բերում ես դեղերի ծախսները ընդ ես կրճատում, թե սիրտանոթային, թե ուռուցքային, թե էնդոկրինոլոգիական։ Արդյունքում ծախսարդյունավետությունը ավելի ես բարձրացնում։ Բայց քայլ առ քայլ, դիագնոզ առ դիագնոզ, ծախսերի բոլոր տեղերը ստուգելով, որտեղ կարաս ծախսերը գցես։ Բժշկությունը ազատ շուկայի սկզբունքով չի կարող աշխատի։ Ազատ շուկա է, դեղատանը գինը ձևավորվում է առաջարկի եւ պահանջարկի սկզբունքով։ Մարդիկ դա ժամացույցը կարան իրենց ճաշակով շատ առնեն, թանկ առնեն կամ էժանը։ Դեղը տենց չի։ Բազմաթիվ անպիտան դեղեր անիմաստ թանկ դրած է, թե դրակողը նույն էժան դեղը չի ծախվում, բայց նույն որակն ունի։ Էսի մի հատ առանձին հարց է, որ ես դեղատնային բիզնեսին կանրադառնամ ընդհանրապես, երևի առաջիկայում 1-2 լայվ հետո դրան կանրադառնամ։ Դեղերի ծախսները ընդ ես գցում։ Նյութածախսը ընդ ես նայում, որը կարաս քո երկրում արտադրես։ Բինտ չես կարա քո երկրում արտադրես։ Դիմակ, բախիլ մեր երկրում չի արտադրում, ինչքան գիտեմ արտադրվում է։ Ինչն է հնարավոր քո երկրում արտադրել, ինչն է որ պետքա դրսից բերես։ Համ տնտեսություն տես շարժում, համ էլ առողջապահություն տես կայացնում ապահովագրական համակարգով։ Որովհետև երբ որ մարդկանցից 130,000 դրամ դուք վերցնում եք, դա ձեր հոր տնից չեք տանում, որ ինչ ուզեք անեք։ Դա պետք է կոպեկը կոպեկին հաճոտ տակ, թե այս որտեղ եք ծախսը, այս ինչ է կարե։ Մի 2-3 տարվա մեջ սիրտանոթային համակարգը կարողանում ես ապահովագրես, անցնում ես այն ոլորտներին։ Ուզում ես որ լինի նաև մասնավոր ապահովագրություն, խոսալու վրա է։ Ինչ է փակում մասնավոր ապահովագրությունը, ինչ խնդիրներ է փակում։ Կարաս ծանր, լուրջ խնդիրները վերցնես պետական ապահովագրության վրա, այն ավելի թեթև խնդիրները թողես մասնավոր ապահովագրության վրա։ Մասնավոր ապահովագրությունը զբաղվում է թեթև խնդիրներով կամ միջին ծանրության խնդիրներով, որոնք կենսական չեն, մահացու չեն։ Իսկ այն բոլոր ծանր դեպքերը, օրինակ ուռուցքաբանություն, կրկնում եմ, սիրտանոթային համակարգ, էնդոկրին համակարգ, որոնք թեթև դեպքեր չեն, սրանք հաշմանդամության տանող եւ մահվան տանող խնդիրներ են։ Այս խնդիրները պետությունը վերցնում է իր վրա, տակը մնացածը թողում է ապահովագրությանը։ Ու այ այսենց համակարգը կայանում է, բայց գործ անելով։
Սրա փոխարեն մենք ինչ ենք անում, փողը հավաքել ենք, այս նույն հռկոպալի վիճակով, որտեղ ոչ ուղեցույցներն են ստանդարտիզացված, ոչ բժիշկների գրած ուրեմն նշանակումները թե անալիզների, թե դեղերի, ոչ դրանք են միջազգային ստանդարտների հետ բռնում, ոչ դեղերի գներն են վերահսկվում, ով ինչ գին ուզում շուկայական արբանով, օրենքներով գինա թելադրում, իսկ ստեղ ինչով է շուկայականնված, երբ որ մարդը իր կյանքի հետ է կապված, իր երեխու կամ իր ծնողի կյանքի հետ է կապված, տունը կծախի, կտա այդ դեղը կառնի։ Սա նշանակում է, ուրեմն այդ գինը, այդ դեղը անգին է, հա, անգին է, որովհետև մարդը պատրաստ է տունը ծախի այդ դեղը առնի իր երեխու կամ ծնողի համար։ Դա տենց է։ Իհարկե ոչ, դա անգին չի, դրա ինքնարժեքը կարող է լինի ընդհանրեն 10,000 դրամ կամ 5,000 դրամ։ Բայց քանի որ կլիենտը պատրաստ է հանուն իր ընտանիքի, իր սրբությունների, այդ դրա վրա անվերջ գումար ծախսի, դրա գինը շուկայի օրենքներով դառնում է աստղաբաշխական։ Հասկանում եք լոգիկան։ Ահա թե ինչպես պետք է ապահովական համակարգը ստեղծվի։ Ոչ թե խումբ առ խումբ, տարիքային կլինի մասնագիտական, այլ ոլորտ առ ոլորտ, դիագնոզ առ դիագնոզ։ Ավտոմեքենաների ապահովագրությունը ո՞նց է արվում։ Պատկերավոր լինելու համար ասում են բոլոր ենթադրենք, չգիտեմ, 80 թիվ ավտոները կամ 2015 թիվ ավտոները բոլոր դեպքերից ապահովագրված են։ Ոչ։ Ապահովագրված է վթարից։ Գողությունից ապահովագրված չի։ Փչանալուց ապահովագրված չի, վթարից է ապահովագրված, չէ՞։ Այսինքն դիագնոզն է ապահովագրած։ Խի որտեղ այդ դիագնոզը մեծ խնդրեմ է ստեղծում։ Երբ որ տունը կանգնած ավտոն իրան փչանում է, դա մեծ խնդրեմ չի մեքենայի դեպքում։ Կամ երբ որ գողանում են, դա այնքան հազվադեպ է լինում այդ գողությունը, որ դա առանձնակի մարդիկ հակված չեն դա ապահովագրվել դրանից։ Հայաստանում այն գնի ավտոներ չեն, որ մարդիկ գնան հատուկ գողանան այդ ավտոները տանեն ինչ անեն։ Գողանալու համար գնում են, չգիտեմ, 100, 200, 300,000 դոլարից ավտոներ են գողանում։ Հայաստանում էլ տենց ավտոներ ովքեր ունեն, այնց ախրանայով բանում են ամեն ավտոյիկով 3 հոգի կանգնած ասենք։ Բնականաբար նրա ավտոներ չեն գողանում, այսպես ասած։ Ну կոպիտ ասած դա ակտուալ չի Հայաստանում։ Արդյունքում ինչ։ Արդյունքում դիագնոզն է ապահովագրվում։ Նույն կերպ առողջապահական համակարգում պետք է դիագնոզը ապահովագրվի ու բոլորը անխտիր այդ դիագնոզից պետք է ապահովագրված լինեն։ Facebook-ում կտեսնեք ռիլզերից մեկ-մեկ գնում ես, այս երեխու նկարն է, այն երեխու նկարն է, բան են, դեղի համար է պետք, վիրահատության համար է փող պետք։ Ոնց կարա տենց բան լինի առողջապահություն, առողջապահական ապահովագրություն ունեցող երկրում։ Ոնց կարա տենց բան լինի, որ նայում եք, հիմնականում ուռուցքային դեպքերն են, չէ՞ երեխեքի։ Ոնց կարա տենց բան լինի։ Փոխհատուցում ես ծայրից ծայր։ Դիագնոզը փոխհատուցվում է, անկախ նրանից, տարիքից, ծախսից, ամեն ինչից անկախ։ Բայց ինչ է մտածում իշխանությունը, ասում արա դե մի հոգու, ենթադրենք 5 միլիոն դրամ պետք է տամ, 10 միլիոն պետք է տամ, կյանքը փրկեն, այդ 10 միլիոնով գիտես մի 1000 հոգու կոնսուլտացիա կապահովեմ տատի պապիների, այսպես կոչված։ Ու այդ տատի պապիները 1000 հոգի կգնան իրանք քվեարկեն, ոնց էլ չլինի մեջներից մի 200, 300 կգնա քվեարկի։ Թքած է մի կյանքի վրա։ Նա ինչ պետք է անի, նա չի էլ էթալ ունտրա տեղամաս, մեկը հիվանդ պարկած է հիվանդանոցում հաշմանդը։ Էսա իշխանական լոգիկան։ Այս տրամաբանությամբ բժշկություն, առողջապահություն չեն կազմակերպում, առավելևս համակարգ չեն ստեղծում։ Դու կարաք ձրի երեխեքին անվերջ պայուսակ կանոն տետր բան բաժանեք սեպտեմբերի 1-ին։ Եթե կրթությունը որպես համակարգ կայացած չի, երեխեքի այդ մատիտ կանոն տետրակով ինչ են անելու։ Ոչի բան, խաղալու են, լկստվեն, շպրտեն միան։ Բավարարվելու են, գոհանալու են, շնորհակալություն հայտնելու են։ Բայց դա չի դառնալու կրթություն գիտելիք այդ երեխեքի գլուխներում։ Դրա համար համակարգ է պետք։ Նույնիսկ մեր դպրոցը որպես մեծերի մանկապարտեզ, ես դրա մասին ասել եմ, հիմա էլ ասեմ, դպրոցն ավելի շատ մանկապարտեզի ֆունկցիա է անում, քան կրթօջախ։ Այսինքն ավելի շուտ երեխեքին առավոտ 8-ից 9-ից մինչև ժամը տենց 1, 2, 3-ը տանում, ծնողները թողում են այդտեղ,
Ոնց որ միջև այդ մանկապարտեզում էին թողում։ Հետո երեխեք իրանց խոդով են գնում, ծնողները գնում երեխեքին բեր, զբաղացնելու տեղ է, էլի։ Բայց ըտից դուրս չեն գալի այն քանակի գիտելիքով, դաստիարակվածությամբ, մակարդակով, սոցիալիզացիայով, այն ձևի անհատներ, որը պետք է հանրությանը, պետք է մեր գիտությանը, պետք է մեր, չգիտեմ, տարբեր ոլորտներին։ Քաղաքացի դուրս չի գալի դելից։ Դա մեծ երեխեքի մանկապարտեզ է, զբաղացնելու համար, որ ծնողները առօրյա գնան գործի 2 կոպեկ աշխատեն, բերեն երեխուն, չգիտեմ, հացի շորի հարց լուծեն։ Նույն ձև առողջապահությունը, դա համակարգ է։ Իսկ սենց հռկոպալի շփթփ քայլերով 110 միլիոն դոլար էլ վերցնելով համակարգ չեն կայացնում։ Քաղցկերն առաջին հերթին, ուռուցքաբանությունը առաջի հերթին։ Պետք է ծայրից ծայր ապահովագրվի բոլոր տարիքային խմբերի համար։ Առանց հերթերի, դա էլ մի առանձին պատմություն է։ Չի կարա լինի հերթ։ Չի կարա մի երկրում, որտեղ տարին 300 բժիշկ շրջանավարտ ունի, 300-ից ավել, կարող է 400-ը, կարող է 250-ը։ Մոտ։ Չի կարա մի երկրում, որտեղ տարին 300 բժիշկ է ավարտում, դա հերթ լինի։ Այդքան բժիշկ զբաղված են, հա, որ տենց հերթեր է առաջանում հիվանդների։ Ուրեմն համակարգ չկա, համակարգը լավ չի աշխատում։ Ավելի հետաքրքիր լուծումներ ունեմ նեղ մասնագիտական արդեն բուն աշխատանքի կազմակերպման, բայց դա կարծում եմ արդեն այդքան հետաքրքիր չի։ Ահա այն ծրագիրը առողջության ապահովագրության հիմնադրման, որը ես առաջարկում եմ 2019 թվականից։ Հիմա ավելացրել եմ սրան տեղեկատվական եւ համակարգչային տեխնոլոգիաների մասնակցությունը եւ աջակցությունը բժիշկներին, որով գործի որակը բազմապատկվում է, արտադրողականությունը, այսինքն գործի արագությունը դարձյալ բազմապատկվում է։ Ու կարաս ունենաս երկիր, որը դրսից հիվանդներ է բերում, այստեղ բուժում, ուղարկում է։ Կարաս ունենաս երկիր, որտեղ մարդիկ լսելով քո SSS ծառայությունների կայացվածության մասին, ուղղակի դրսից կգան, կվիրահատվեն, կբուժվեն, չգիտեմ, կդիագնոզվեն, կգնան։ Կստացվի, որ դու բժշկություն ես արտահանում։ Ավելի խորացնեմ այս ծրագիրը, ավելի խորացնելու համար բժշկական կրթությանը պիտի անդրադառնամ, դա էլ մի ուրիշ բան է, թե ինչպես արտահանել բժշկական կրթություն։ Գնալով տարեստարի ավելի դժվար է դառնում, բայց այնուամենայնիվ բժշկական կրթության արտահանման հարցն էլ նույնպես լուծելի է։ Ու Հայաստանը ունակ է դա անել։ Ունակ էր դա անել վերջին 10 տարիների ընթացքում։ Հիմա էլ հնդիկները գալի, այստեղ սովորում գնում են, այսինքն որոշակի չափով բժշկական համալսարանը այնուամենայնիվ բժշկական կրթությունը արտահանում։ Դա լուրջ ցուցանիշ է։ Մեր երկրի համար դա լուրջ ցուցանիշ է։ Դրա ծավալները կարելի է իհարկե բազմապատկել, բժշկության արտահանման գործը դարձյալ կարելի է իրականացնել։ Իսկ մերոնք գնում են լրիվ կորցնում են տեղական առավելությունները, ձեռք բերելով արևմտյան աշխարհի ապահովագրական համակարգի թերությունները, բայց արևմտյան համակարգի առավելությունները չեն վերցնում, դրա փոխարեն վերցնում են ռուսական պոլիսի ապահովագրության համակարգի մյուս թերությունները։ Այսինքն առողջապահական համակարգի մի մաս թերությունները ներմուծում են արևմուտքից, մի մասն էլ ներմուծում են Ռուսաստանից։ Սա դառնալու է պետպատվեր, այս ապահովագրականը ռուսական պոլիսի նման, պետպատվերի նման դառնալու է մի տենց բան, որը ոչ որակի վերահսկողություն կա, ոչ ծախսարդյունավետություն կա, ոչ էլ առավել ևս համակարգի կայացում եւ հիմնադրում եւ զարգացում կա։ Հետո չասեք չի զգուշացել։ Ովքեր ուզում են իմանալ, բա էսի չէ ինչ, ահա թե ինչ։ Փուլ առ փուլ, ոլորտ առ ոլորտ, սկսելով անկոլոգիայից, ուռուցքաբանությունից։ Թերևս այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։